Հանրությունը չէր հասցրել ուշքի գալ խորթմոր ձեռքով 1 տարեկան երեխային մահվան դուռը հասցնելու դեպքից, երբ հայտնի դարձավ փոքրիկի նկատմամբ բռնության նոր դեպքի մասին։ Շամշյանը գրում է, որ մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծել է իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ըստ աղբյուրի պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է։ Նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից ֆիզիկական ներգործությունը հոդվածով։ Ինչքանով տեղյակ եմ, օտարերկրյա կնոջ կողմից էր երեխայի նկատմամբ բռնությունը։ Գիտեք, մի քիչ իրավիճական այլ կարող եմ մի քիչ այլ հարթության մեջ պիտի դիտարկվի օտարերկրացիա եւ ինչքանով որ տեղյակ եմ ըստ նշված հասցեի ոնց որ թե միգրացիայի ծառայության ենթակայության տակ գտնվող կացարանի բնակիչներ են եղել, այսինքն որոշակիորեն կարգավիճակ հայցող անձինք են։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են չբացահայտված։ Երբեմն պատկան մարմինները դեպքի մասին տեղեկանում են, երբ արդեն վիճակը հասել է կրիտիկական կետի։ Մեղավորներ փնտրելով, ասելով մենք խոսում ենք ոչ թե կոնկրետ անձերի մասին, այլ խոսում ենք անկատար համակարգի մասին, որովհետև մենք բոլորս ենք բարձրաձայնում, բոլոր փորձագետները տարիների վեր բարձրաձայնում են այն կարծրացած խնդիրները, որ մենք ոլորտում ունենք երեխաների պաշտպանության, մասնավորապես դա խնամակալության փոխաբարձության մարմինների աշխատանքի հետ է կապված, սոցիալական ծառայությունների աշխատանքի հետ է կապված, անտարբերության հետ է կապված։ Ներքին գործերի նախարարության մասնագիտական մեթոդաբանության աջակցման վարչության պետը նշում է, որ իրավիճակը հաճախ ներկայացվում է չափազանցված։ Սոցիալական ցանցերում ստեղծվում է տպավորություն, թե երեխաների նկատմամբ բռնության դեպքերը աճում են, մինչդեռ պատկերը միշտ չէ, որ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը։ Այս առումով տպավորություն է ստեղծվում, թե անչափահասների վերաբերյալ ունենք բռնության դեպքերի աճ կամ կտրուկ աճ։ Այս առումով կարող եմ վստահեցնել, որ անչափահասների հետ տարվող աշխատանքներում եւ ընդհանրապես անչափահասների նկատմամբ եւ անչափահասների կողմից կատարվող հանցավորության վիճակագրությունում մենք բռնության դեպքերի կտրուկ աճեր չունենք։ Փորձագետի խոսքով պատասխանատվությունը չի կարող դրվել մեկ մարմնի վրա։ Նույնիսկ մեկ օղակի թերացումը կարող է հանգեցնել նրան, որ դեպքը դուրս մնա ուշադրությունից եւ ժամանակին չբացահայտվի։ Առհասարակ կա դպրոց, մանկապարտեզ, ես չգիտեմ բոլոր այն կառույցները, որոնք պետական են եւ որոնք առաջվում են ընտանիքի հետ, բոլորը շատ հստակ հնարավորություն ունեին ֆիքսելու խնդիրները ընտանիքի։ Երբ բռնությունը տեղի է ունենում ընտանիքում, հատկապես ծնողների կողմից, բացահայտումը դառնում է առավել բարդ։ Շրջապատի մարդիկ խուսափում են միջամտել, չցանկանալով ներխուժել ուրիշի ընտանեկան կյանք։ Այս փուլում հատկապես կարևորվում է պետության դերը։ Եթե չկան բավարար պայմաններ խնամքը երեխայի հոգալու համար, բնականաբար երեխան շարունակելու է գտնվել պետության կողմից խնամքի ներքո։ Ամենամեծ խնդիրներից է նաև, որ երեխան հաճախ չի գիտակցում, որ բռնության զոհ է։ Այդ պատճառով առաջնային է դառնում շարունակական իրազեկման աշխատանքը, թե երեխաների, թե ծնողների շրջանում։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։